ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ երկխոսության հարցում։ Տեղեկությունը հաստատել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը, հավելելով, որ Թրամփը կցանկանար հիմնվել 2018 թվականին Կիմի հետ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա։ 100,000-ավոր մարդիկ դանդաղորեն սովամահ են լինում Քենիայի փախստականների ճամբարներում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ֆինանսավորման կրճատումները սննդի չափաբաժինները հասցրել են իրենց ամենացածր մակարդակին։ ԱՄՆ-ն տրամադրել էր Քենիայում ՊՀԾ-ի գործողությունների ֆինանսավորման մոտ 70%-ը։ Եթե այս իրավիճակը շարունակվի, մենք կունենանք դանդաղորեն սովամահ լինող բնակչություն, ասել է Քենիայում ՊՀԾ-ի փախստականների գործողությունների ղեկավար Ֆելիքս Օկեչը։ Իսրայելական ուժերը կրակ են բացել Գազայում օգնության կետի մոտ օգնություն ստացողների վրա։ Զոհվել է առնվազն 13, վիրավորվել 200 մարդ։ Գազայի մարդասիրական հիմնադրամը հայտնում է, որ իրենց ավտոբուսներից մեկի հարձակման ժամանակ զոհվել է ՄԱԿ օգնության ֆոնդի 5 աշխատող։ Լոս Անջելեսում սկսված բողոքի ցույցերը տարածվել են նաև այլ քաղաքներում։ Սիեթլի դաշնային գրասենյակի շենքի մոտակայքում կրակ և ծուխ է նկատվել։ Հրդեհի պատճառը պարզ չէ։ Ցուցարարները կրակի վրա առարկաներ են նետում։ Սիեթլի քաղաքապետ Բրյուս Հարելը հանրությանը կոչ է արել խաղաղ ճանապարհով պաշտպանել իրենց արժեքները և դատապարտել է Թրամփի վարչակազմի արձագանքը բողոքի ցույցերին։ Զուգահեռ ԱՄՆ-ի հյուսիսային հրամանատարությունը հայտարարել է, որ ակտիվացված ամերիկացի ծովային հետևակը 48 ժամվա ընթացքում կտեղակայվի Լոս Անջելեսում։ Հյուսիսային Իռլանդիայում անկարգությունների երրորդ օրը ավելի է թեժացել։ Բալիմենիայի հիմնական թեժկետում դիմակավորված անձին անկարգություններ են հրահրել։ Ոստիկանությունը դատապարտել է ոստիկանների նկատմամբ կիրառված բռնությունը, այն անվանելով ռասիստական գանգստերություն։ Սվետլանա Թորոսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։